Քառօրյա պատերազմը լուսաբանած New York Times-ի թղթակից Էնդրյու Քրամերը առանձին հոդված է նվիրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին, որպես կանոն պատերազմի ազդեցությունը կրող հետխորհրդային չճանաչված տարածաշրջանների մայրաքաղաքներն աչքի են ընկնում աղքատությամբ և անխնամ վիճակով։ 50,000 բնակիչ ունեցող Ստեփանակերտը սակայն անսպասելիորեն աշխույժ քաղաք է, նշում է թերթի թղթակիցը։ Այս ամսվա սկզբին Ադրբեջանի հետ եռօրյա պատերազմի մեջ հայտնված այս քաղաքում ամենուր նկատելի են հարուստ սփյուռքի լուրջ ուշադրության և շռայլության դրսևորումները։ Բլրի վրա վեր է խոյանում նոր հիվանդանոցի շենքը, քաղաք տանող ճանապարհը նոր է ասֆալտապատվել, գրում է ամերիկացի լրագրողը մանրամասներով։ Կալիֆոռնիան և ևս 6 ամերիկյան նահանգներ ճանաչել են ինքնահռչակ հանրապետությունը։ Դաշնային կառավարությունն, ինչպես նաև աշխարհի որևէ այլ կառավարություն այդ քայլին չի դիմել, գրում է New York Times-ը։ Ռուսական ներգրավվածության աստիճանը Լեռնային Ղարաբաղում գնալով աճում է, պնդում է Financial Times-ի մոսկովյան թղթակիցը գրելով. Ռուսաստանը սկսել է հավելյալ դիվանագիտական ջանքեր գործադրել մի իրավիճակում, երբ Եվրոպայի ամենադժվարին հանգուցալուծվող հակամարտություններից մեկը լայնածավալ պատերազմի վերաճելու շեմին է։ Հպանցիկ կերպով նկարագրելով ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած իրադարձությունները, թերթի թղթակիցը հատուկ ընդգծում է այն հանգամանքը, որ հայկական և ադրբեջանական կողմերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ձեռք բերեցին Մոսկվայի միջնորդական ջանքերի շնորհիվ, չնայած այն իրողությանը, որ գոյություն ունի խնդրով զբաղվող Մինսկի խումբ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում ամերիկյան ներգրավվածությանն, ապա Վաշինգտոնում նման քայլի դիմելու մեծ ցանկություն չկա, վկայակոչելով Միացյալ Նահանգները ներկայացնող դիվանագետների հետ ունեցած մասնավոր զրույցները, նշում է Financial Times-ի թղթակիցը։ Ամերիկացի դիվանագետներից մեկը թերթին խոստովանել է, որ Վաշինգտոնում ապրիլի 2-ին չեն ունեցել անգամ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների արբանյակային պատկերը։ Պարզվեց, որ այդ տարածաշրջանը դիտարկող ամերիկյան բոլոր արբանյակները հետևում են կամ Սիրիային, կամ էլ Ուկրաինային, գրում է Financial Times-ը։